Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր պարտավորություններին։ Հայ առաքելական եկեղեցում մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ այսպիսի վերտառությամբ հայտարարություն են տարածել, որով իրենց բողոքն են արտահայտում առ այն, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը փորձում է կոծկել Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը։ Այդ մասին վկայող տեսանյութերը համացանցն են ողողել։ Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում, եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Այլ հայտարարություններից, սակայն, վարչապետը զերծ մնաց, այսքանով եզրափակելով թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունը։ 2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանում սպասվում են համապետական ընտրություններ։ Ռուսաստանը հայ գործարար Սամվել Կարապետյանի եւ յուր թիմակիցների մեր ձևով շարժումը այս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Ավելին հավակնում են լինել խորհրդարան բացարձակ մեծամասնությամբ անցած ուժը։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել падգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ ինքն է գլխավորելու կուսակցության նախընտրական ցուցակը։ Արդյոք սա Փաշինյանի միանձնյա որոշումը չէ, թե կուսակիցները եւս համաձայն են կրկին նրան առաջադրելու վարչապետի թեկնածու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական պրոցեսները տեղի ունենում բաց, թափանցիկ եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաեւ կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։ Բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը։ Դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Իսկ Սամվել Կարապետյանից ու նրա հավակնություններից չեք վախենում։ Նախընտրական թեմայի շրջանակում հարցրին լրագրողները կառավարության գործող ղեկավարին։ Եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Իսկ արտաքին քաղաքական հիմնահարցերի օրակարգում Հայաստանի ղեկավարն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում։ Նա այսպես է արձագանքում լրագրողների այն դիտարկմանը, որ ադրբեջանցի եւ հայաստանցի փորձագետների Բաքու եւ Երևան փոխայցերին զուգահեռ պաշտոնական Բաքվի եւ ադրբեջանցի գիտնականների Հայաստանի վերաբերյալ խոսույթում որևէ բան չի փոխվում։ Այսինքն շարունակում են հայտարարել այնպիսի բաներ, որոնք չեն բխում խաղաղության օրակարգից։ Այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 30
5 տարվա 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Հիշեցնեմ, նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կլոր սեղան քննարկում էր անցկացվել Հայաստանը ներկայացնող 5 փորձագետի մասնակցությամբ։ Մոտ 1 ամիս առաջ էլ համանման քննարկում տեղի էր ունեցել Երևանում ադրբեջանցի փորձագետների ներգրավմամբ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։